Արգարժան պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր 9-րդ գումարման առաջին նիստն է եւ կարծում եմ, որ արժանախ շնորհակալություն հայտնել մեր ողջ ժողովրդին, որի կամքով ձևավորվել այս խորհրդարանը եւ այդ ընտրությունը, որ կատարվել է ժողովրդի կամքով ազատ կամ արտահայտմամբ, դրա արդյունքում խորհրդարան պետք է այսօր ընտրի նաև ազգային ժողովի նախագահ եւ պարոն Ռուբինյանի տեխնացությունը առաջադրելով ակնկալում ենք, որ ավելի առարկայական խոսակցություններ լինեն, ավելի նպատակադրված խոսակցություններ լինեն կառավարման համակարգի հետ կապված, ազգային ժողովի աշխատանքի հետ կապված, բայց ցավոք սրտի շատ շեղվեցիկ եւ այդ իմաստով չանդրադառնալ չենք կարող որոշակի ելույթներին, մասնավորապես առաջի ելույթը կարծեմ պարոն Ֆարմանյան դուք եք առաջ ելույթի ժամանակ դուք հետեւյալ եզրույթ օգտագործեցիք, որ բոլորը մեր համար, բոլոր ընտրողները հավասար են, մեզ ընտրել են թե ոչ։ Ընդամենը երկու նախադասություն հետո ասում եք, որ մենք օգնելու ենք այն քաղաքացիներին, որոնք մեզ ձայն են տվել։ Դուք ասում եք այն համայնքներում, որտեղ մենք մեծամասնություն ենք ունեցել, առայժմ, հա, այդ համայնքներում դուք օգնելու եք։ Հիմա արդյոք դա խտրական վերաբերմունք չի։ Այսինքն, օրինակ, ասենք Վայոց ձորի Զառիթափ գյուղում ավելի շատ ձայն ունի քաղաքացիական պայմանագիրը, բայց այդտեղ պարզ գյուղացին մեղավորը, որ իր նախընտրությունը քաղաքացիական պայմանագիրն է, որ ինքը մտածում է Հայաստանի փրկության ճանապարհը սա է, ոչ թե այն, ինչ որ դուք եք ասում։ Հետևաբար ասենք այդ մարդը, այդ գյուղացին պիտի զրկվի տրակտոր ունենալուց, եթե ձեր տրամաբանությունն այն է, որ եթե ձեզ քվեարկել են տրակտոր պետք է ունենան, կամ եթե 5-րդ զավակ ունի խնձորուցի կինը, նա իրավունք չունի այդ հնարավորությունից օգտվելու։ Ասածս այն է, որ մենք իրավունք չունենք, ես եւ դուք բոլորս խտրական վերաբերմունքի իրավունք չունենք։ Բոլոր մեր քաղաքացիներն են։ Պատկերացրեք, որ պետությունը նույն տրամաբանությամբ շարժվեր։ Ասել քանի որ Արենի գյուղում Արենի համայնքում մենք շատ ձայն ենք ստացել, Արենի համար ենք միայն ծրագրեր իրականացնում։ Ստեփանավանի համար չենք իրականացնում, որովհետև այդտեղ մեծամասնություն չունի։ Ինչպես։ Պարոն Ղազարյան, ես որ խոսում եմ, դուք երբևէ չանդրադառնաք, որովհետև ես կարող եմ ձեզ շատ կոպիտ պատասխանել, հետո պրոբլեմ ունենա։ Ժողովուրդ, խնդրում եմ տեղից մի իմ խոսակցության ժամանակ ոչ մի բառ չասեք։ Ուրեմն, հարգելիներս, ասածս նպատակը եւ իմաստը այն է, որ եթե մենք որևէ նպատակ ունենք, իսկ հաստատ որ դուք էլ նպատակ ունեք, որ ժողովրդի բարեկեցությունը բարձրացնեք։ Եվ մենք շնորհակալ ենք, որ որոշակի հատվածում անում եք աշխատանք, բայց ասածս քաղաքական իմաստով, որ պետք է հավասարություն լինի, հասկացանք, ընդունեցի, բայց պարզ քաղաքացիներ չէ, տարբերություն չկա։ Ինքը Ստեփանավանցիա, թե Երևանցիա, թե Վայոց ձորցիա, թե Գյումրեցիա մեր քաղաքացիներ են, այս իմաստով։ Այս իմաստով ես ուղղակի հորդորում եմ, կարծում եմ, որ տեսեք, պատկերացրեք, որ ինքը բումերանգի էֆեկտ ունի։ Եթե մյուս ընտրություններին 31 թվականին գնանք նույն մարզը, ասեք, մենք ակնկալում ենք ձեր աջակցություն, դրա կարող են ասել, դու գնացեք աջակցություն փնտրեք Ստեփանավանում, ինչքան տգեղ կլինի, չէ՞։ Այս իմաստով եսի նկատի ունեմ, որ մենք քաղաքական մշակույթ ձևավորենք եւ մեր խոսույթները մեր ժողովրդի համար այնպես անենք, որ մի հատվածին չվիրավորենք, չնեղացնենք, ցավ չպատճառենք։ Երկրորդը, հարցերի ժամանակ, ճիշտ ասած, առաջի տպավորությունը շատ կարևոր է, բայց ես առաջի տպավորության մասին ասեմ հետեւյալը, ամենալավը դիպուկը ասել է Կոկոշյանին, որ ասել է առաջի տպավորությունը երկրորդ հնարավորություն չի ունենում ստեղծել ձևավորելու առաջի տպավորություն։ Այսինքն մի անգամ ունես առաջի տպավորություն, որ մարդը քո մասին այդ տպավորությունը կազմի, այդ կարծիքը կազմի։ Եվ առաջի 4 հարցերը ճիշտ է իմ գործընկերները նշեց, բայց առաջի 4 հարցերի բարձունակությունը ճիշտ չէ, դրվածքը անընդհատ նույն հարցը տալը եւ նույնիսկ այնքան ձևակերպումը հստակ չէր, որ պարոն Ռուբինյանը վերաձևակերպեց հարցը, ասաց, որ դուք ցանկանում եք ասել, որ ես հատուկ ծառայությունների հետ առնչվել եմ, թե ոչ, ասում եմ ոչ։ Այսինքն տեսեք, մենք 4 անարդյունավետ հարց ունեցանք։ Ես արդյոք իրավունք ունեմ այդ մասին խոսալու, թե ոչ, որովհետեւ դուք կարող եք ասել լավ ենք անում, կարող եմ 500 անգամ նույն հարցը տալ։ Իհարկե իրավունք ունեք, բայց արդյունավետության խնդիր կա եւ միգուցե անհամեստ հնչի, մի հատ անհամեստ բան եմ ասում, ինձ չի ստացվում, բայց նոր civilnet-ին լրագրողն ասեց, այս 5 տարվա մեջ մեր ուսումնասիրությամբ դուք ամենաշատ հարցերն եք տվել եւ ամենաշատ ելույթներ միասին։
Հիմա այդ անհամեստությունը ասում է, որ իրավունքի իմաստով, որ հարցերը երբ որ տալիս ենք, հարցը պետք է նպատակ ունենա։ Այսինքն եթե դու հարցը տալիս ես հարց տալու համար, դա արդյունավետ չի։ Իսկ պետք է նպատակ ունենանք, մենք դա հարցը ինչի համար ենք տալիս։ Ես հիմա ինչի համար եմ ելույթ ունենում։ Իմ նպատակն է, որ ներկայացնեմ ազգային ժողովի մեր նախագահի դրական կողմերը։ Ձեր խնդիրն է, որ թերությունները մատնանշեք եւ նախորդ 5 տարվա մեջ այն թերությունները, որ նշում եք, ասեք, որ այ կասկածներ կան, որ դուք կարող եք նիստը հավասարակշիռ չվարեք կամ եւ այլն։ Ես վստահաբար ասում եմ, որ իմ գործընկերը շատ պարկեշտ եւ անաչառ օբյեկտիվ անձնավորություն է։ Հնարավոր է, որ ասածս քաղաքական գործիչ որպես այստեղից իր խոսույթը բնականաբար պետք է արտահայտի քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերը։ Եվ ակնկալել, որ դուք մեր շահերը կպաշտպանեք, իհարկե ոչ, դուք պաշտպանելու եք ձեր գաղափարախոսությունը, մենք պետք է պաշտպանենք մեր գաղափարախոսությունը։ Եվ երբ որ ասում եք զանգացել լրատվամիջոցներով ճնշումները շատ մեծ են եղել ձեր քաղաքական ուժի վրա, վստահեցնում եմ, որ մամուլի լրատվամիջոցների մեծ մասը ավելի շուտ ձեր վերահսկողությամբ, ձեր ուղի իմաստով ոչ, ընդդիմության վերահսկողության տակ է, կարծում եմ, միգուցե սխալվեմ, պետք է հստակ չափանիշ, այսինքն այդ նույն մեղադրանքը մենք ձեզ ենք ուղղում, որտեղ մենք կարդացել ենք այն մամուլի այն բոլոր քննադատությունները, որ մեզ էր վերաբերում, դուք բնականաբար նայել եք այն ինչ որ ձեզ է վերաբերում։ Հետևաբար այդտեղ ասել միակողմանի, որ մենք ճնշման տակ ենք եղել, ժողովուրդը ճնշման տակ է ընտրություն կատարել, ճիշտ չի։ Ես ակնբեթ հետևել եմ ընտրությունների ընթացքին։ Որևէ մեկը չի կաշկանդվել ընտրություն կատարելիս։ Ասենք ես մեր գյուղում, որ ասել եմ մի հոգի ընտրել էր մի կուսակցության, ասել դոկ կուսակցությանը եւ ինքը հայտարարեց, որ ես եմ ընտրել Պավագեցյան, ասի ոչ որևէ խնդիր չկա, մենակ փողով չընտրեք, ինչով ուզում եք ընտրեք։ Ազնիվ ընտրությունը մեր համար որևէ խնդիր չի, ում ուզում եք ընտրեք, բայց ազնիվ, ոչ թե փողի պատճառով, փողի արդյունքում։ Մենք կարծում եմ, որ պիտի հասնենք այդ բյուրեղյա ընտրությանը, որովհետեւ դա է ճանապարհը ազատ ժողովրդավարական երկիր ունենալու։ Եվ շատ կարևոր է, որ հարցի ժամանակ որ ասում եք Պարոն Ռուբինյան, պատասխանեք, այո կամ ոչ։ Դա անթույլատրելի հարցադրում է, այսինքն ինչ եք սահմանափակում մարդու իրավունքները։ Ինչ է նշանակում։ Քաղաքական գործիչը պարտավոր չի ասի այո կամ ոչ, ինքը կպատասխանի, ձեր իրավունքը հարց տալն է, իր իրավունքը պատասխանելն է։ Եվ այդպիսի հարցեր փորձենք իրար չտալ, որովհետև դա դժվար հարց է եւ եթե ես հիմա ձևակերպեմ, բոլորի համար դժվար կլինի նման հարցերին հստակ պատասխաններ տալը։ Այս իմաստով մենք չպիտի սահմանափակենք պատասխանողի իրավունքները։ Եվ այս մշակույթը, որ խորհրդարանական այս տարիների մեջ ձևավորվել է եւ որտեղ ամենակարևորը, որ նշեց պարոն Ռուբինյանը, բարեկրթության մասին խոսքն է։ Բարեկրթությունը շատ կարևոր է։ Եվ եթե հիմա դուք ասենք մեր գործընկերներից մեկը ասեց սուտ եք ասել ընտրություններից առաջ։ Հիմա տեսեք, ես օրինակ եւ բազմիցս լսել եմ եւ մեր գործընկերները նշեցին, որ դուք ասել եք 300,000 ադրբեջանցի կգա, 300,000 աշխատատեղ եւ այլն, բայց ժողովուրդը հետաքրքիր միտք ունի, լավ մի ձևակերպած, ասում է ընտրություններից առաջ եւ որսից հետո ամենաշատ սուտն է ասում։ Այսինքն մենք դա չդնենք անպայման անընդհատ ասենք դուք եք ասցիք, մենք ասենք դուք եք ասցիք, մենք ասենք դուք եք, այլ կոնստրուկտիվ առաջ գնանք։ Այսինքն մենք եթե իսկապես կա այդ 300,000 աշխատատեղի գաղափարը, որը հնարավոր է ձեր գաղափարներով պետության օգնությամբ իրականացնել, մենք պատրաստ ենք դա իրականացնել, որովհետև շատ կարևոր է մեր համար այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենալ աշխատատեղեր։ Այսինքն կոնստրուկտիվ ցանկացած հարաբերության մենք պատրաստ ենք, դեստրուկտիվին պատրաստ չենք։ Դուք հարց տվեցիք պարոն Ռուբինյանին, թե քննարկել եք խմբակցությունում գործընկերներից մեկը, քննարկել ենք խմբակցությունում եւ որոշել ենք, որ ոչ մի վատ խոսք չհնչի այստեղից։ Եվ պարոն Ռուբինյանն ահորդորել է, որ մենք պետք է զսպվածություն դրսևորենք, բայց մինչև այն կետը, որի բոլորս ենք երևի համաձայն, երբ որ մեզ վիրավորեն, եթե մեզ վիրավորեն, մենք համարժեք պատասխանելու ենք։ Մենք չենք վիրավորելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր հետ աշխատենք մեր պետության համար, հանուն Հայաստանի Հանրապետության, վստահ եմ, որ դուք եք պատրաստ աշխատելու հանուն Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն պարոն Ռուբինյանին, մաղթում եմ, որ ընտրվի եւ կարողանա այն իղձերը, որ մենք ունենք, իրականացնի նաեւ ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Շնորհակալություն, լավ օր բոլորին։